Բարև ձեզ։ Հուսով եմ լավ եք ժողովուրդ ջան։ Մի հատ կարճ վիդեո անոնց էի արել, որ անդրադառնալու է այդ գյադուն։ Այս կարճի մեջ ասեմ հոգնած եմ էլի մի քիչ, ամեն լիքը գործ կա։ Ուրեմն ինչ է կատարվում Հայաստանում։ Դե ընտրություններ է բանա, սա արդեն աշխուժացել են։ Ու հիմա արդեն մեդան են դուրս գալի կամաց։ Դե հիմա արդեն բրախել են առաջի պլան իրանց տուզիկներին։ Անենց պրավերկը բոյեմ էլի, տենանք ինչ է կատարվում, բան։ Մեր տուզիկներից մեկն էլ էս բանն է, գնելիքը, իմ Facebook-յան ընկերներից, բնականաբար անունը չեմ ուզում տամ, ինձ խնդրեց, որ բանը, իրան ազգանունով չդիմեմ, այդ սիֆիլիստին, ես էլ ասեցի լավ։ Հիմա ոնց որ սովետական բանակում էին, ոնց որ ուզում էին մեկին, եթե ուզում էին մեկին կանչեին, իրանց մոտ անու շապերները ասում էին սուդա սասի սալագա։ Հիմա կուննա գնելիք, սուդա սասի բիստրը սալագա։ Նստի վերենգի թե ու բանը, լսի։ Ուրեմն Վարդան Ղուկասյանն ես ինչքան ճանաչում եմ, Վարդան Ղուկասյանը ստից տեղը ոչ մեկի չի կպե։ Միշտ տեղին է կպե։ Ասենք եղել է դեպքեր, որ սխալվել է Վարդան Ղուկասյանը, բայց մյուս եթերին ներողություն է խնդրել, ասել է, որ սխալվել եմ ու անցել է առաջ։ Քու պարագայում Վարդան Ղուկասյանը ինչ ասել է, ճիշտ է ասել։ Որտեվ այն անձը, ով որ Փաշօղլուն ասում է պարոն վարչապետ, իմ համար, իմ կարծիքով բոզի տղա է։ Հասկացար գնել, դու էլ ասում ես պարոն վարչապետ, այսինքն մտնում ես այդ բանի մեջ։ Լիստի մեջ։ Եղավ։ Ամի Փաշօղլին փաստորեն քեզի հանելա գցելա դուս, որ դու բան անես, սկսես պրովոկացիաներ անել, հետո ասել է թամ դատի տամ, որ ինձի հայհոյում են կոմենտներում։ Դե կոմենտներում մարդիկ իրանց կարծիքն են ասում, ոնց որ դու ես ասում, ես էլ իմ կարծիքն եմ ասում։ Մարդիկ էլ իրանց կարծիքն են արտահայտում կոմենտներում։ Դա իրանց կարծիքն է։ Իմ կարծիքով դու բոզի տղա ես։ Որտեղ կայնում ես ասում ես բան, պարոն վարչապետ։ Թուրք բոզի տղուն ասում ես պարոն վարչապետ։ Այսինքն դու ես ինքնըստինքյան բոզի տղա։ Այդ էլ բանը։ Ապացույց է էլի բարերիս։ Հետո ասում ես բանա, տուպոյ անգրագետները, բան, դեբիլները, բան։ Բայց խերախորոպ գնացել է իր մասիս, բաղացողների գործարաներ, ինչ է, չգիտեմ, ընդ բացմանը, ֆռմ է իր գործարանի մեջ տուդա-սուդա, ու ասում ես եկել ենք մասիս, կանսերվի գործարանն են ստե բացել, բան, հետո ֆռմ ես ընդ չգիտեմ ում, ասում ես, բանա, կանսերվեն ոնց էր հայերեն, նրանք քեզ ասում են պահածո, ասում ես պահածո, բան, այսինքն դու պահածոն չգիտեիր, որ էդի բանը կանսերվա էր ասել, համի կայնում ես սաղին, ստասում ես տուբոյ անգրագետներ, բայց շատ լավ, դու տուբոյ անգրագետ ու բլյուդեք, կայնում ես մարդկանց ասում ես տուբոյ անգրագետներ, Բայց խերախորոպ։ Հետի տենց։
Հետո ասում ես ես քաղաքական հետապնդումներին, բռնություններին, բանին անդրադառնում եմ, ես չեմ կարա չանդրադառնամ, բան անեմ։ Այս քանի տարի սա բան է, քաղաքական հետապնդում, բռնություններ, չգիտեմ, սպանություններ, մարդկանց խոշտանգումներ, բանին։ Ում ես անդրադարձել դու, այ բոզի տղա։ Մի հատ դեպք ասա, որ անդրադարձել ես դու։ Հա՞։ Այդ պակիստանցիները ժաշտան են կերածդ ու խամացիդ մեջ։ Գանդոն։ Բայց այդքան բան ալնեմ, դեպք ալնեմ, բան ալնեմ։ Ասում ես բանը, գյումրեցիները չհելան բանը, Գյումրիի օրը համերգեր բանման, լավ արին չհելան։ Դրանից առաջ բանին բռնել էին, սրբազանին բռնել էին, գյումրեցիներն չհելան։ Դու դրան անդրադառնում ես, բանին անդրադարձի, սրբազանին, որ քաղաքական բան է, բռնություն է էդի, հետապնդում է, դրան անդրադարձի, բոզի տղա։ Բախի չես անդրադառնում։ Հա՞։ Էդի բանը, Փաշողլին չի ասել, որ դրան անդրադառնաս, հա։ Ասել է մենակ սրանց կանդրադառնաս, այս 1, 2, 3, 4 բան, հա։ Որ բանը, օպոզիցիա բանը, իրոք, դրանց անդրադարձի։ Արի մի հատ տենանք է սրանց բերնի գյոլը ինչ է ժողովրդի բան, տենանք ինչ է խոսում։ Այնա ժողովուրդը քեզի կոմենտներում սա գրել է։ Իրանց կարծիքը։ Ոնց որ դու ես ասում, իմ կարծիքը նույնը ժողովուրդն է գրել իրանց կարծիքը։ Եղավ։ Ու սրանից հետո ինչ խոսում ես, այ ղախպի տղա։ Մի հատ կմտածես, հետո կխոսաս։ Որտեվ մարդիկ կարող է հայտնվեն ու լցեն վրեդ։ Ու լցեն կերածից ու խմածից մեջ։ Կամ են բան կերած ուտելիքիդ մեջ, որը որ պետք է ուտես ու խմես։ Եղավ։ Ժողովուրդ ջան, մի քիչ էմոցիոնալ, բայց դա արդեն դավադիտ են անում սրանք։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ես էլ եմ իմ գործերին։